Մի խումբ արցախցիներ ապրիլի 18-ին հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց եւ հանդիպում էին պահանջում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նրանք պահանջում էին աջակցել իրենց, որպեսզի Թալանահետ վերադարձեն։ Հարցին թե ումից են պահանջում Թալանահետ վերադարձնել, բողոքի ակցիայի առաջնորդներից Արթուր Օսիպյանը պատասխանեց, որ Արցախում գործող հիմնադրամների, նախարարությունների միջոցով տարբեր կլորի գումարներ են տրվել տարբեր հայտնի եւ անհայտ մարդկանց, ու իրենք պահանջում են, որպեսզի այդ ցուցակները հրապարակվեն։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ Շահրամանյանը եւ պատասխանեց հավաքվածների հարցերին։ Ցուցարարները առաջարկում էին միասին գնալ դատախազություն։ Շահրամանյանը ասաց, որ երկուշաբթի օրը պատրաստ է ընդունել իրենց, քննարկել ու միասին դատախազություն գնալ։ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետևող ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Ապրիլի 18-ին հայտարարել է Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի լիագումար նիստի ընթացքում, ասել է Քոչարյանը, նշելով, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է եւ որի ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք, ու այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 18-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում եւ 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցությունը։ Այս մասին տեղեկացում է ռուսական կողմը։ Ռուսական կողմը նաեւ հաստատել է, որ պատրաստ է շարունակել նպաստել Երևանի եւ Անկարայի միջև ընդհանուր եզրերի գտնելուն, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարգացման համար։ Իսկ դուք մտածել եք, ինչ կլիներ, եթե հայտնի «Մեր բակը» ֆիլմի հերոսները երեխաներ լինեին։ Մի օգտատեր արհեստական բանականության միջոցով դա էլ է արել մեզ հայտնի ու սիրված դերասաններին, պատկերել է երեխաների կերպարանքով։ Նստած դու գցում եմ զառը, շեշ ու դու Սլավա չէ։ Շոտիկ ջանա, շոտիկ։ Ուրեմն դուս եք գալի մեկ էլ կարող եք դուրս չգալ։ ես շալվարի բանակ եմ։ Ծառնեն ու զարդարանքներ։ Դեր բոլորը առուտ։ Հոլիվուդում ենք խոսում ենք հայերեն, որովհետև լոսի կեսը հայերեն։ Թաթա Սիմոնյանի երգից այս բառերը իրական են, համացանցում շրջանառվող տեսանյութը դա ապացուցում է։ Ժողովուրդ, պարզվում է Թաթա Սիմոնյանը ճիշտ էր։ Լոսի կեսը հայերեն։ Ստեղ ամեն քայլին դուք կարող եք տեսնել հայկական հետք։ Օրինակ Մուշ հացատունը կամ Օդաբաշյան զարդերի խանութը։ Այստեղ կա նաև Մուրադյան գելերի, որը գտնվում է անմիջապես Սանսեթ բուլվարի դիմաց։ Մենք այստեղ գտանք պատի վրա մեծ նկար, որը նվիրված էր հայերի, հույների, ասորիների եւ պաղեստինցիների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Շատ կարևոր է իմանալ, որ հայերը առաջին անգամ եկել են այստեղ հենց ցեղասպանության ժամանակաշրջանում։ Հետո մենք որոշեցինք գնալ Աստղերի պողոտա եւ գտնել ձեզ համար Շարլ Անձնավորի աստղը։ Ու չնայած որ այստեղ կա 2800-ից ավել աստղ, մենք այնուամենայնիվ գտանք այն։